Happy birthday to you. Happy birthday to you. Ծնունդը շնորհավոր։ Մամա ջան, բայց կամերան չանջատես։ Այսպիսի գեղեցիկ անակնկալ մատուցեց աղջիկս, Մարիչկա, ծնունդիս կապակցությամբ։ С днем рождения, 8 марта. Если твой, а это твой. Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներին։ Այսօր ամենագեղեցիկ գարնանային տոներից մեկն է մարտի 8-ն է։ Շնորհավորում եմ բոլոր կանանց եւ աղջիկներին, տատիկներին, ովքեր որ նայում են ինձ, դիտում են, շնորհավորում եմ ձեր մարտի 8-ը։ Եղեք միշտ գեղեցիկ, առողջ, սիրված, ամենակարևորը հարգված ընտանիքում։ Եթե սիրված եք ընտանիքում, բնականաբար արդեն իսկ ձեր կանացիությունը կրկնապատկվում է, ավելանում է։ Դրա համար ցանկանում եմ, որպեսզի լինեք սիրված, հարգված, ամենակարևորը կանանց համար է։ Երբ որ դու ընտանիքում սիրված ես, հարգված ես եւ սիրված կին ես, սիրված մայրիկ ես, տատիկ, այնպես որ բոլորիդ շնորհավորում եմ մեր գեղեցիկ տոնի կապակցությամբ, այսօր իմ ծննդյան օրն է նաեւ շնորհավորում եմ իմ մայրիկին եւ շնորհակալություն եմ հայտնում ինձ ծնելու, լույս աշխարհ բերելու համար։ Եթե չլինեն մեր մայրիկները, մենք նույնպես չենք լինի։ Ես արդեն պատրաստում եմ, մեր մոտ արդեն համարյա ժամը 6-ն է երեկոյան, գնալու ենք ծնունդս նշելու, արդեն պատրաստվում եմ, մաշկս արդեն խոնավացրել, պատրաստել եմ եւ միանգամից ցույց տամ այսպիսի սպրեյով, ինքը շատ լավն է, օրվա մեջ ինքը այսպես երկու ֆազա ունի, դվողֆազնի է, յուղ եւ միցելյարնի վադա երևի։ Մի խոսքով, իրան արդեն օգտագործել եմ, կրեմ օգտագործել եմ, իսկ հիմա տանալնի կրեմ, այսպիսի կրեմ եմ օգտագործում, ինքը շատ լավն է, վայլբիրուսից եմ պատվիրել, եթե ինչ-որ մեկի հետաքրքիր կլինի, արտիկուլը կթողնեմ եւ միասին հիմա պատրաստվենք, շպարվենք եւ դուրս գանք։ Հիմա այսպես տոնայինը բարակ շերտով կդնեմ, ես չեմ սիրում հաս շերտով, ինձ այդքան էլ կարիք չկա, որովհետեւ մաշկիս վրա հիմնականում այդպիսի թերություններ չկան։ Հիմա կտեղադրեմ տանալնի կրեմը եւ մի փոքր էլ կոնտուր կանեմ ու շրթներկ։ Դրանից ավել ուրիշ մի բան ես չեմ անում, մազերս արդեն ուղեղացրել եմ, որոշեցի ուղիղ թողնեմ։ Ուղեղացրել եմ արդեն կերատինի կարիք ունի, մազերը երբ որ կերատին եմ անում, այսպիսի տեսք ունի, արդեն կերատինի կարիք ունի։ Մայթև դեռ ժամանակ չկա անելու, դրա համար ուղեղացրել եմ հարթակով։ Այսպես տոնայինս արդեն պատրաստ է, ինքան լավ է նստում այս տոնայինը, ուղղակի կարծեմ, եթե չեմ սխալվում, բելարուսական է, ու գինն էլ ասեմ, շատ մատչելի է նման տոնայինի համար։ Ընդհանրապես ես նայել եմ մեր հայ բլոգերներից եւ նույնպես պատվիրեցի, չնայած որ կասկածելով պատվիրեցի, որովհետեւ գինը այնքան մատչելի էր, որ մտածում էի, որ դժվար է գնի տոնայինը այսքան լավ նստի, բայց չէ, ինքը շատ լավ է նստում ու վերջնական արդյունքը ոչ թե ինքը մատվի է նստում, եթե սիրում եք մատվի տոնայիններ, ապա պետքա վրայից պուդրայով անցնել, ես սիրում եմ մի փոքր այսպես խոնավ թաց էֆեկտը, դրա համար ես պուդրայով չեմ անցնում, համենայն դեպս պուդրայել չեմ օգտագործում, որովհետև պուդրան
շատ շուտ չորացնում է իմ մաշկը, ես չեմ սիրում այդ չոր հատվածները։ Դրանից հետո, երբ որ պուդրա եմ օգտագործում, պետք է երկար ժամանակ նաև հետո խելքի բերեմ մաշկս, դրա համար չեմ օգտագործում։ Վերջ տոնայինս հիմա նստած է, հիմա մի հատ մազերս հավաքեմ, խանգարում են։ Նաև իր կանսիլերն եմ օգտագործում, մի փոքր պետք է։ Հիմա կանսիլերն էլ կնստացնեմ։ Գրեք տեսնեմ այսպիսի վիդեոներ սիրում եք, հավանում եք, եթե այո, ապա կփորձեմ մի փոքր շատ այսպիսի վիդեոներ նկարեմ։ Այսպես մի հատ թարտիշները սանրեմ, այնքան հարմար այս նարոշնի թարտիշները չեք պատկերացնում, ուղղակի իմ աչքերը ընդհանրապես շատ ալերգիկ են ու ամեն ցանկացած տուշից, դե բնականաբար ոնց էլ անում ես, այդ փշուրները միևնույնն է փշրվում է եւ լցվում է աչքերիդ մեջ կամ էլ մաքրելուց այդ ամբողջ նյութը լցվում է աչքերիդ մեջ ու միանգամից իմ աչքերը կարմրում է, իսկ այս նարոշնի թարտիշներով գոնե այդ դժվարության միջով չեմ ասում։ Կոնտուր արդեն գույնը անունը ջնջվել է։ Այսպես եւ Ռումյանան Վիվիան Սաբոյա։ Այս լինեյկան այնքան լավն է, հոտը ուղղակի ոնց որ շարլոտկայի հոտ լինի։ Մի փոքր։ Եվ նույնպես նույն սպոնջով նստացնում եմ, այսպես բարձրացնում եմ վերև։ Առաջ ընդհանրապես խուսափում էի Ռումյանայից, իմ այտերը առանց այդ էլ լավ կարմիր է եւ առաջ շատ էի խուսափում, բայց հետո մեկ-երկու անգամ փորձելուց հետո հասկացա, որ ավելի այսպես թարմություն է տալիս, եթե տոնային կրեմը շատ լավն է, ինքը ծածկում է, այս մասերում ինքը այդ ոնց են ասում, մանր երակներ արտահայտիչ են եւ բնականաբար լավ կարմիր է դեմքս լինում։ Դրա համար խուսափում էի, բայց հիմա ինքը ինձ շատ է դուր գալիս, որովհետեւ մի այսպիսի թարմություն է տալիս մաշկին։ Նաեւ օգտագործում եմ չոր ռումյանա, այսպիսի գեղեցիկ պերսիկովի գույնը։ Այսպես մոռացել եմ քթիս հատվածը։ Ոչ մի այստեղ կոնտուր, ոչ մի բան չեմ անում, որովհետև իմ քիթը առանց այդ էլ հավասար է, փոքր է, դրա կարիքը չունեմ։ Չեմ էլ սիրում։
Մնացել է ընդամենը շորտներ կսեմ, չգիտեմ աչքերս ստվերաներ կսեմ, թե չկսեմ։ Շորտներ, մատիտ ու շորտներ և վերջ։ Ինքերս միգուցե մի փոքր հիմա մքացնեմ, որովհետև տոնի հետ իրանք արդեն լավ բաց են երևում։ Հիմա կզբաղվեմ դրանով։ Ինձ ընդամենը շատ քիչ պրոդուկտներ պետք շպարվելու համար, ընդամենը այսքան բան, դրանից ավել շատ հազվադեպ, որ օգտագործում եմ։ Հիմա պոյսա սխան։ Ինքերս նաև մի փոքր այսպես մքացնեմ, կարիճնիվի այսպիսի ոնց են ասում։ Համ ինքը մի փոքր մքացնում է, համ էլ ֆիքսում է։ Լուքս վիզաժի այս ինքերի համար նախատեսված։ Համ մի անգամից այսպես սանրեմ։ Այսպես։ Եվ վերջ երևի։ Սա էլ տորթս, քանի չեմ մոռացել նկարեմ, այսպիսի տեսք ունի, ինքը վաֆլինի բումագաներով եմ վաֆլինի թղթերով եմ ամբողջովին հավաքել։ Վերջում կկսեմ հագնելուց հետո։ Այսպիսի նուրբ թարմացնող շպար։ Կմիանամ երևի արդեն ռեստորանից։ Մի փոքր կնկարեմ, քանի որ ուրիշ մարդիկ էլ են լինելու, բնականաբար չեմ կարող նկարել բոլորին։ Մի փոքր այդպես կնկարանեմ և տեսնենք էլ ինչ ենք շարունակում այս վլոգում։ Դե ինչ, մեզ բարի ժամանակ, ձեզ բարի դիտում, կհանդիպենք հաջորդ կադրերում։ Цветочки. Спасибо. Спасибо.
А мне? Красота. А мне? Ես գեղեցիկ տեսարանով ուզեցի կիսվեմ ձեր հետ։ Այս բուկետը որ շատ գեղեցիկ յուրահատուկ է, մեջը օրխիդեաներ է։ Սա Հավիկի ընկերոջ տատիկն է նվիրել։ Սրանք այս տյուլպանները տղաներն են նվիրել, Հավիկը ընկերը։ Սա ամուսնուս նվերն է։ Կարմիր վարդերը, ամուսնուս նվերն է, այս տեղին վարդերը տալիս աղջկա նվերն է։ Այստեղ սպիտակ վարդերը, չեմ հիշում, կամ էլ սպիտակ վարդերը դեղինների հետ է եղել, կամ առանձին է եղել, չեմ հիշում հաստատ։ Սա էլ Մարիշկայիս բուկետն է, շատ գեղեցիկ այս պուջուրիկ վարդերը, որ այնքան նուրբ են։ Հիմա այստեղ այսպես ծաղկային անկյուն է ստացվել, շատ գեղեցիկ։ Այնտեղ էլ ունեմ ծաղիկներ, սա Մարինան գիշերն նվիրել ես։ Ինչ յուրահատուկ գույն է ուղղակի։ Եվ այդպես դեռ ջահազգետինն է, տեսնենք երբ ամուսինս մնում փոխի։ Մեր մոտ այսօր արևոտ արև է ցույց տալիս, բայց այսպես որ նայում ես ոնց որ արև լինի, բայց դուրսը չգիտեմ ցուրտ է թե ցուրտ չի։ Էլ իմ ծաղիկներն են, սա այնքան գեղեցիկ ծաղիկ, այնքը ֆիկուս լիրատան է, լավ մեծացել էր, ձմեռը այստեղ լուսամուտը բաց էր մնացել և ցրտահարվել էր, բայց հիմա սկսել է աճել։ Շատ ուրախ եմ դրա համար։ Եվ այդպես հիմա սուրճս վայել եմ և ասեմ գործերից տնային գործերս ավարտեմ, որ պետք է իսնեմ աշխատանքի, այսօր 2 հատաճախորդ ունեմ, իսկ 3 կամ 9-ին առավոտից մինչև երեկո աշխատել եմ, շատ հաճախորդ ունեի։ Բայց ու տեսնենք էլ ինչ եք նկարելու այս վլոգում, ինչ եք ավելացնելու վլոգին, անպայման կտեսնենք, հույս ունեմ, ջահը կփոխեք, վերջապես, և վերջ, այդպես մեծ գործեր չունեմ անելու, այդպես, բայց դե տնային գործելը երբեք չի վերջանում, ու անդադ կա, պետք է ուտելիք պատրաստեմ երեկոյի համար, մի խոսքով, եթե հետաքրքիր բաներ լինել, անպայման կնկարեմ։